Բարի բոլորին ժողովուրդ, ես հետա Պրովգորը, այս վիդեոն նայում ենք միջև վերջ, շատ հետաքրքիր բաներ եմ ասելու, շատ հետաքրքիր բաներ եմ բացահայտելու ձեզ համար։ Շատ կարևոր է այս վիդեոն, լայք եք, պահպանեք այս վիդեոն եւ բաժանորդագրվեք ալիքին, զանգը կմիացրեք, որ նոր հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնեք։ Հիմա անցանք արդեն սխալներին։ Սխալ ընտրություն, մեբել։ Մեբելը, հիմա դուք տեսնում եք իմ խանութի մեբելը, պետք է մեբելը ճիշտ ընտրեք։ Դա շատ կարևոր է։ Հիմա կասեք այս մեբելը ինչն է սխալ, սիրուն է, շատ սիրուն է, այո։ Բայց երբ որ հաճախորդները մտնում են ներս, երկու հոգուց ավելի եթե մտնում են, իրար խանգարում են։ Դրա համար պետք է ճիշտ մեբել ընտրեք, նամանավանդ փոքր տարածքների համար շատ կարևոր է ճիշտ մեբել ընտրելը։ Դա ամենակարևոր բանն է, ասենց ասեմ։ Սոցցանցերի պասիվությունը։ Սոցցանցերը, օրինակ իմ օրինակը բերեմ, ես մի տարի ու կես, մի քիչ ավել զբաղվում էի մենակ YouTube-ով։ Մենակ YouTube-ում էի զարդերը տեղադրում, YouTube ընդհանրապես արծաթի մասին վիդեոներ նկարահանում, երբ որ ինձ ասում էին օրինակ մտի Instagram, TikTok, այդ տեղերում էլ տեղադրի, ես չգիտեմ, ես չէի ուզում։ Ես ասում էի դե այնտեղ ով կնայի, էլի ով տենց բաներ կան, բայց դու մի ասա 100,000-ավոր արդեն դիտումներ է հավաքում իմ վիդեոները TikTok-ում, Պրովգոր չի TikTok-ում, ունեմ TikTok-ում Պրովգոր, բայց այդտեղ ուրիշ վիդեոներ է ավելի շատ տեղադրվում, Պրով Silver-ում եմ ավելի շատ վիդեոներ տեղադրում ու TikTok մտնելուց մի հատ ունեի 1600 բաժանորդ Պրովգորը, բայց դա հին էջ էր, նոր էջ բացեցի ու առաջի վիդեոս հավաքեց 200,000 դիտում։ Առաջի վիդեոն։ Հիմա ունեմ 2400 բաժանորդ ժողովուրդ, հունվար-փետրվար այս տարվա հունվար-փետրվար ամիսներից եմ սկսել, Instagram-ում էլ արդեն կամաց առաջ է գնում, ընդեղ էլ 10,000, 20,000 պրասմոտորները հավաքում է, ու ես չէի սպասում, ես չեմ սպասել, որ տենց արձագանք կլինի ժողովուրդ, ու սենց մի հատ բան էլ ասեմ, շատ կարևոր, մի տարի ու կես տենց ավել, որ YouTube-ով է զբաղվում, լինում էր, որ մի քանի ամիսը մեկ տենց մի հատ հաճախորդ գար, տենց YouTube-ով որ տեսել էր, գար նայեր, բայց TikTok-ով որ սկսեցի տենց նկարահանել, արդեն ես նկատում եմ շարժը, ես նկատում եմ, որ մարդիկ արդեն իմ խանութի մասին իմանում են, գալիս են, նայում են, այդ ավելի շատ մարդ հայ եկեք, քան թե մի տարի ու կեսից ավել, որ YouTube-ում է զբաղվում։ Դա համար մի պահ եղա, որ YouTube-ում շատ քիչ վիդեոներ նկարահանեցի, հենց դրա պատճառով, որտեղ TikTok-ի վրա էի ավելի շատ կենտրոնացել, TikTok-ի ու Instagram-ի։ Այն ժամանակ ես TikTok, Instagram, երբ ասում էի, որ ես չեմ մտնել TikTok, Instagram, բայց մտա։ Հա, այս արդեն երրորդ սխալի մասին ենք ասում։ Ուրեմն փոքր բիզնեսների մեջ այդ խնդիրը կա։ Այսինքն մի ապրանքից, նույն ապրանքից ոչ մի բանով չտարբերվող 7-8 հատ ունենալը։ Օրինակ մի պահ կար, որ ռոզվի քարերով այդ վզնոցները իրանք մոդայիկ էին, շատ էին վաճառվում ու անընդհատ բերում էինք էդի ու մի պահ եկա որ բերեցինք, արդեն սկսեց չվաճառվել։ Ժողովուրդը ոնց որ արդեն ասեց, չէ, ինչ որ գույները փոխվել է, հիմա էլ ուրիշ գույներն է մոդա, ու այդ զարդերը մնաց ու 7-8 հատ մենակ նույն զարդից ժողովուրդ։ Էդի բանը էլի մի քիչ ոնց որ պետքա շատ զգուշ ունեք այդ պատվիրելուց, եթե խանութ ունեք իհարկե էլի։ Տարածքի ընտրությունը բիզնեսում։ Տարածքը շատ կարևոր է։ Օրինակ, եթե իմ խանութը լիներ այս երրորդ մասի այս հրապարակի այդ կլորի վրա, երևի որն է, ավելի շատ վաճառքներ կլիներ, ավելի մեծ վստահություն կլիներ, ու հիմա մի հատ բան էլ ասեմ, Unibանկը HiPost-ի կողքն այն գտնվում խանութը, տեսնում եք նաև գովազդ եմ երրորդ մասում է գտնվում իմ խանութը, Unibանկի HiPost-ի կողքն են, առաջին մաս գնացող ճանապարհին չհասած այդ սվետաֆոր Unibանկի կողքն է, նաև գովազդ եմ անում։ Հա, եթե այդ կլորի վրա լիներ, ավելի շատ վաճառքներ կունենային։ Էդ էլ կա, էլի տարածքի ընտրությունը շատ կարևոր է, որտեղ եք դուք ձեր բիզնեսը բացում։ Որովհետև օրինակ ստեղ որ մարդիկ անցնում են, շատ անգամ ինձ ասում են, այս 2 տարի անցնում ենք, բայց ռիսկ չենք անում մտնեինք։ Օրինակ ես էլ չեմ հասկանում, ասենք խանութ, հա, դու կարող ես մտնել, նաև տեսնել ինչ տեսականի կա այնտեղ։ Ուղղակի ռիսկ չանելը կամ չգիտեմ, ամաչելը չեմ հասկանում, էլի դա ես մի քիչ։ Հա, չգիտեմ, ինձ հաճախորդները շատ անգամ ասում են մենք օրինակ մտածում ենք բիժու է։ Ինչի համար, էդ էլ ասեմ։ Մի հատ մարդիկ կան, որոնք որ տարածում են տենց բաներ, որ ասում են, այս ինչ տեղը արծաթ չի, դա բիժու է, բան, ասենց խոսակցություններ գալիս է, ասում է, որ հաճախորդներից էլ են գալի ասում, որ
ինչ որ մեկը եկե ասել է, որ յանի այստեղ բիժուներ են ծախում, բան են անում։ Բայց դե իհարկե մարդիկ գալիս են տեսնում են, որ այստեղ բիժուներ չի, լրիվ արծաթ է, ու այդ ասում են այդ մարդկանց всё։ Հա։ Այդ դրան տենց խոսակցություններին էլ շատ իրեղեք, դա շատ կարևոր է, ու որ սոցցանցում դու ակտիվ ես լինում, նաև կարողանում ես բարձրաձայնել, նաև ասել, որ չէ, բիժու չի, մենակ արծաթ ես ծախում դու, միայն արծաթ։ Ստեղ իմ խանութում միայն արծաթ եմ ես վաճառում։ Պոդքասթներ սկսնակների համար, այն բիզնես պոդքասթների մասին եմ ասում։ Շատ անգամներ նկատում եմ, որ այդ բիզնես պոդքասթները, որտեղ տենց խոսում են բիզնեսի մասին, շատ անգամ խոսում են մեծ բիզնեսների մասին։ Մեծ բիզնեսների, այսինքն որովհետև Հայաստանում շատ քիչ են մեծ բիզնեսները, մեծամասամբ փոքր բիզնեսներն են։ Ու չկա տենց պոդքասթ բիզնեսի մասին, որ այդ փոքր բիզնեսների մասին խոսան, ասեն թե ոնց օրինակ արան առաջ տանեն իրանց բիզնեսը։ Շատ անգամ հենց մենակ մեծ բիզնեսների մասին են խոսում։ Այդ բացը ես նկատում եմ, եթե ձեր մեջ մարդիկ կլինեն, որ ուզում են տենց YouTube-ով զբաղվեն ու այդ մասնագիտական հմտություններ ունեն, կարան նաև տենց պոդքասթ բացեն։ Հետաքրքիր կլինի, էլի, օրինակ շատ անգամ որ գրում էի այդ պոդքասթներին, ինչ որ հարցեր էի տալիս, ինձ sense պատասխան էին տալիս, ասում են դուք ինչ կասեք, դուք ոնց եք մտածում, այսինքն չէին կարողանում պատասխանել իմ հարցերին, էլի։ Չգիտեմ, կարող ես էի սխալ հարցը տալի, բայց դա ամեն դեպքում այդ ոնց ասեմ, նորմալ չէին պատասխանում, sense ասեմ։ Արհեստական բանականության անտեսումը։ Ես ինչ եմ անում։ Եթե ինձ նկար է պետք սարքել, ես չեմ գտնում դիզայների։ Որ ես, չեմ գտնում դիզայների։ Ես դա սարքում եմ արհեստական բանականությամբ։ Իմ այս վիդեոյի նկարը սարքած է արհեստական բանականությամբ։ Օրինակ ես իրան վերնագիրի մասին հարցեր եմ տալիս, ինչ ոնց կարելի է ավելի լավ վերնագիր գրել, կամ վերնագիր եմ գրում, ասում եմ հələ մի 10 տարբերակով այս վերնագիրը գրի, փոփոխի ինչ որ տենց բաներ արա, ու դրանից ընտրում եմ լավագույն տարբերակը, որը օրինակ իրան էլ եմ ասում, որը քո համար լավագույն տարբերակը։ Այդ տենց, այսինքն փորձեք օգտագործեք այս արհեստական բանականությունը։ Հիմա շատ կան արհեստական բանականություններ ու անվճար են, փողով չեն։ Հա, ճիշտ է, կա ինչ որ բաներ, որ վճարովի են, բայց կա նաև դրա անվճար տարբերակը։ Ու հիմա նաև հայկական արհեստական բանականությունն այլ է zero, եթե ես ճիշտ եմ ասում։ Բայց այդտեղ մենակ կարողանում ես տեքստային, այսինքն նկար չի սարքում ինքը, ոնց որ ավելի շատ ինչ որ տաքսի ես կարողանում դրանով պատվիրել, տենց բան ավելի շատ նոր եմ քաշել, դեռ շատ բան չգիտեմ, էլի։ Հա, բայց օրինակ ChatGPT-ով ես կարողանում եմ նկարներ սարքեմ, այդ տարբերակները ինքը ինձ առաջարկում է։ Տենց տարբեր բաներ կան ժողովուրդ, որ կարաք օգտագործեք, հաստատ վնաս չի տա։ Հաստատ վնաս չի տա։ Բիզնես գրքերը, ես բիզնես գրքերի մասին մի հատ բան եմ լսել, որ ասում են բիզնես գիրքը երբ գրվում է, երբ տպագրվում է, սկսում է վաճառվել, իր ժամկետը արդեն անցնում է։ Այսինքն օրինակ շատ բիզնես գրքեր կան, որ հայեր են, որ շատ 1800 թվականի բիզնեսի մասին է խոսվում, 1990 թվականի բիզնեսի մասին է խոսվում, բայց այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ սոցցանցերը չկային, ոնց որ ինտերնետ չկար, այդ բաները չկային, ու հիմա դրա մասին խոսալ ու ցույց տալ, որ տեսեք ինչ բիզնես պատմություն է, չգիտեմ ինչի համար է, էլի, մի տեսակ հիմիկվա աշխարհում այդ չի աշխատում։ Ես տենց եմ մտածում, ես կարող սխալ եմ մտածում, բայց բիզնես գրքեր կարդալը օգնում է, որ քո պատկերացումները ավելի մեծանան այդ առումով, էլի, նոր բան, օրինակ տեսնում ես իրանք այն ժամանակ ինչեր են արել, որ բիզնեսը իրանք զարգացել է։ Այդ առումով լավ է։ Այդ առումով բան չեմ ասում, այդ առումով լավ է, շատ լավ է, ասենց ասեմ։ Հա։ Էն ինչ եմ գրել այստեղ։ Հա, մի անգամ եմ ուզում նաև ասեմ բիզնեսի սպասարկման մասին։ Մի հատ բան կա, որ կուզենամ բրենդային խանութներ ես մի քիչ ուշադիր լսեն, ուշադիր եղեք վաճառողները ինչ են վաճառում հաճախորդների, որովհետև շատ անգամ լինում է երևի պատահաբար, ոնց բացատրեմ, արտակի փոխարեն բիժու են վաճառում, ասենց ասեմ։ Դրան շատ ուշադիր եղեք, հաճախորդ մտավ, արդեն չեմ հիշում ինչ էի ասում, բայց այսօր այսքանը, անպայման բաժանորդագրվեք ալիքին, լայքերը դրեք, կոմենտներում ակտիվ եղեք։